Մերձավոր Արևելքում շարունակվում է ինտենսիվ պատերազմը Միացյալ Նահանգներ-Իսրայել տանդեմի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Երեկ իսրայելական կողմը ռմբակոծել է հարավային Փարս կոչվող ամենամեծ գազի հանքը, աշխարհի ամենամեծ գազի հանքը, և դրան ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակել է ավելի ինտենսիվ կերպով ռմբակոծել Մերձավոր Արևելքում Պարսից ծոցի երկրների նավթային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Տարածաշրջանում պատերազմը ոչ միայն չի թուլանում, այլև նոր և նոր ավելի վատ երանգներ է ստանում։ Այս և այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Պարոն Խաչիկյան, ինչպես նշեցի, պատերազմը չի դադարում և արդեն մենք տեսնում ենք, որ ռմբակոծվում են գրեթե բոլոր ենթակառուցվածքները՝ նավթային, կլինի գազային և նաև էներգետիկ։ Սա ինչ է նշանակում, սա ինչ փուլ է պատերազմի։ Սա նշանակում է, որ տնտեսական առումով և քաղաքական առումով Իրանը շահում է։ Տրամպը ընկել է թակարդի մեջ, նա չի կարողանում դուրս գալ այս իրավիճակից։ Նրան հաջողվեց սպանել ևս 3 ղեկավար 2 օրում, թե 3 օրում, բայց իրեն չհաջողվեց հաղթել այս պատերազմը։ Չհաջողվեց կոտրել Իրանը, դե Իրանում ՔՊ չկա իշխանության, որ ամեն ինչ հանձնեն։ Նա չկարողացավ կոտրել Իրանը, չկարողացավ սադրել քրդերին, և հիմա նա զորք չունի, որ ուղարկել, ասենք, ցամաքային զորքեր տեղակայել Իրանում, նա չի կարող, նա չունի այդ ուժերը, և դա կլինի ինքնասպանություն Միացյալ Նահանգների համար։ Նա փակուղու մեջ է, նա միայն կարող է այս վայրագությունները շարունակել Իսրայելի թելադրանքով, բայց շատ լուրջ ամպեր են կուտակվում իր շուրջը։ Կարելի է խոսել, եթե ուզում եք, նախ Ջո Կենտի հրաժարականի մասին, Թալսի Գաբերտի զեկուցումը, որը նա գրեց, դա էլ է շատ կարևոր։ Միացյալ Նահանգներում սենատորները, կոնգրեսմենները, դեմոկրատները ասում են, որ այս նախագահ չգիտի նա ինչ է անում, սրա մասին էլ կխոսենք, բայց ուզում եմ նշել, դուք հիշում եք մեր Եվրոբեսեդկայի մասնագետները, որոնք մեզ ասում էին, որ եթե լինի փոխկապվածություն Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև, եթե լինեն ներդրումներ, դա կապահովի մեր խաղաղությունը։ Հիշում եք, այդպիսի բան եղել է, թե ես պատկերացնում եմ։ Եղել է, այո, ասել են։ Եղել է։ Հիմա Իրանի գազային պաշարները, նավթային պաշարները, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Օմանի, Հորդանանը հենց իրանց կողքը, այդ բոլոր նավթի այդ գծերը, որոնք հաշված են այս ռեգիոնում, այդ բոլոր տերմինալները, այդ նավթի առևտուրը, որը Հորմուզի բանով անցնում էր, նեղուցով անցնում էր, դա փոխկապվածություն չի, դա ներդրում չի։ Ես նայեցի արաբական երկրներում մինչև 2024 թիվը ներդրվել է 1.2 տրիլիոն դոլար։ Տրիլիոնը մեր կառավարության անդամների համար բացատրեմ, դա 1000 միլիարդ է։ 1 և 2 տրիլիոն դոլար է ներդրվել։ Եվ ինչ, դա կանխեց պատերազմը, դա ապահովեց այս երկրների անվտանգությունը։ Միլիարդավոր դոլարներ են ամեն օբյեկտի մեջ ներդրվել, և այդ միլիարդավոր դոլարները մեր աչքերի առաջ այրվում են։ Եվ մի բան էլ ասեմ, հետո անցնեմ ձեր բուն հարցին։ Դուք հիշում եք, որ մեզ ասում են, տրիպը մեզ բերելու է խաղաղություն։ Տրիպը 74%-ը մենք հանձնել ենք Միացյալ Նահանգներին։ Ամբողջ ռեգիոնում, բոլոր այս երկրներում, Հորդանանում, մանավանդ Իրաքում հիմա, Սաուդյան Արաբիայում, այդ բոլոր Պարսից ծոցի երկրներում հարվածներ են հասցվում Միացյալ Նահանգների օբյեկտների դեմ, ներառյալ Միացյալ Նահանգների դեսպանատները և հյուպատոսարանները։ Եթե մեր տարածքում մենք ունենայինք ամերիկյան այսպիսի օբյեկտ, իրենց սեփականությունը, Իրանի սահմանի վրա, քանի րոպե կանցներ պատերազմի սկզբից, երբ առաջի հարվածը գար Իրանի կողմից մեր տարածք, և քանի րոպե կանցներ, մինչև կարողանային դրան արձագանքել կամ Միացյալ Նահանգները, կամ Թուրքիան և Ադրբեջանը, և դա կսադրեր մեր տարածքում հնարավոր է բախում լիներ Ադրբեջանի և Իրանի կամ Թուրքիայի և Իրանի միջև, որը արդեն փորձել էր սադրել Իսրայելը։ Այսինքն մեր բախտը բերել է, որ սրանք չհասցրեցին այդ տրիպը կառուցել, որ մեր
տարածքի վրա պատերազմ չսկսվեր։ Անցնելով ձեր բուն հարցին, դուք տեսաք, որ պետք է ասել մեծ հարգանքով, ուղղակի հիացմունքով պետք է ասեմ, որ մի մարդ վերջը գտնվեց Տրամպի վարչակազմում, ով ասեց, որ ես համաձայն չեմ այս պատերազմի հետ, դե իր կինը մահացել էր պատերազմում տարիներ առաջ։ Նա ասել էր, սա Իսրայելի կարգադրանքով է արվում, Միացյալ Նահանգների շահերի հետ սա որևէ առնչություն չունի, Իրանը որևէ սպառնալիք չի ներկայացնում մեզ համար եւ նա խիզախություն ունեցավ, տղամարդկություն ունեցավ դուրս գալ եւ հրաժարական հայտարարել։ Պետք է նշեմ, որ այս իշխանական այս խայտարակ խմբից, չգիտեմ քանի հոգի տարիներ առաջ, ես այդ մարդկանց շատ հարգում եմ, խիզախություն ունեցան դուրս գալ եւ հրաժարական տալ, տեսնելով, որ մեր երկիրը ավիրում են սրանք։ Բայց դրանից հետո ցավոք սրտի այդ արժանապատվությունը ոչ ոք չունեցավ։ Իսկ Ջոկենտը ունեցավ։ Եվ հետո Tulsi Gabbard-ը հայտարարեց մի հրապարակեց մի զեկույց, որտեղ նա փաստորեն տողերի մեջտեղ է, եթե կարդաք, նա համաձայնվում է Ջոկենտի հետ, որովհետև նա հրաժարվեց ասել, թե ինքը ինչպես է կարծում այս պատերազմը անհրաժեշտ էր թե ոչ, սպառնալիք կար թե ոչ։ Նա գրում է մեր նախագահն է այսպես որոշել։ Մենք ընտրել ենք նախագահ Տրամպին, իսկ ինքը այսպես է որոշել։ Այսինքն մարդը պարզ, համարյա պարզ տողերի մեջտեղով ասում է, որ ես համաձայն չեմ եղել, որտեղ ես իմ կարծիքը չեմ այդ արտահայտում։ Սա արդեն երկրորդ խոշոր անձն է, եւ մի ուրիշ հարված եկավ ՆԱՏՕ-ի կողմից։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հրաժարվեցին մասնակցել այս պատերազմին։ Մեր խիզախ պարոն Մակրոնը, Շարլ Ազնավուր ցիտող Ղարաբաղը հանձնող, որ ասում էր մենք Հայաստանի կողքին ենք, ստրատեգիական հարաբերություններ զարգացնենք Հայաստանի հետ տեսանք, որը շուտով գալու է իր դեսպանին օգնելու համար։ Այդ նույն Մակրոնը ասեց, սա մեր պատերազմը չի։ Դուք հիշում եք, քանի մարդ էր մեզ ասում, որ Ֆրանսիան կապահովի մեր անվտանգությունը։ Այդ երեխայությունը հիշում եք, այդ մանկապարտեզային զառանցանքները, թե ես եմ մենակ դա լսել։ Քանի մարդ էր ասում Ֆրանսիան միջուկային երկիր է, կապահովի Հայաստանի անվտանգությունը, մեզ ռազմական մարշրուտ կաներ կուղարկի մի ամիս մնալով Պոծիում, Թուրքիան չէր թողում, որ անգամ դա բերեին ապակուց սարքած մեքենաներ, եւ 3.5 ռադար կտա մեզ։ Դուք հիշում եք դա։ Ֆրանսիան իր գլխավոր դաշնակցին ՆԱՏՕ-ի անդամ երկրին, գլխավոր երկրին, ասում եմ մենք չենք մասնակցելու ձեր պատերազմին։ Բոլոր ուրիշ երկրները մերժեցին, Եվրոպան մերժեց, Գերմանիան մերժեց, անգամ Ավստրալիան մերժեց, Ճապոնիան մերժեց, այսինքն նրանք դաշինք ունեն Միացյալ Նահանգների հետ, բայց հրաժարվում են օգնել իրենց դաշնակցին։ Եվ Տրամպը սպառնաց, որ դուրս է գալիս, կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Այսինքն մեզ ասում էին, որ այս երկրները, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները, որոնք չունեն մեզ հետ ոչ պայմանագիր, ոչ դաշինք, ոչ ռազմաբազա, ոչ մեզ ինչ որ զգալի ձևով ինչ որ զինտեխնիկա են մատակարարում, ոչ էլ երաշխավորում են մեր անվտանգությունը։ Նրանք պետք է գային մեզ օգնեին, երբ որ այստեղ ձեր աչքի առաջ դուք տեսնում եք, ինչպես ՆԱՏՕ-ն հրաժարվեց օգնել Միացյալ Նահանգներին, եւ ինչպես Միացյալ Նահանգները ի վիճակի չէ ապահովել իր ամենակարևոր դաշնակիցներին Պարսից ծոցում, օրինակ Սաուդյան Արաբիային, Կատարին եւ ուրիշ երկրներին՝ Բահրեյն, Քուվեյթ, Օման, Էմիրատներ, Հորդանան, դե մինչև Կիպրոս հասավ, 19 պետություն է մասնակցում հիմա այս ռեգիոնալ պատերազմում։ Եվ ոչ մեկի անվտանգությունը Միացյալ Նահանգները ապահովել չի կարող։ Իսկ մեզ ասում էին, որ մեզ կպաշտպանի։ Այսինքն դուք տեսեք այս հիմարության աստիճանը, ինչպես կարելի է հարյուրավոր մարդկանց վճարել, կանալներ տալ, հարթակներ տրամադրել, որ նրանք 7 տարեկան երեխայի պես խոսեն, կամ ուղղակի փող ստանան եւ մեզ խաբեն։ Ձեր աչքի առաջ տեսնում եք ինչ է կատարվում։ Պարոն Խաչիկյան, տեսեք, օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Իրանի արտգործնախարարը Աբբաս Արաղչին զանգել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին եւ գրեթե բաց տեքստով սպառնացել ադրբեջանական կողմին, նշելով, որ իրանական կողմը կթիրախավորի յուրաքանչյուր երկրի, որը որ իրենց վտանգ կներկայացնի եւ որի տարածքը կտրամադրվի Իրանի դեմ հարձակումների համար։ Սա ըստ էության բավականին բաց ակնարկ էր եւ սպառնալիք Ադրբեջանին, եւ դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ Իսրայելը ընդլայնել է հարվածների աշխարհագրությունը եւ թիրախավորել ոչ ավել ոչ պակաս
Կասպից ծովում գտնվող իրանական ռազմական նավահանգստին։ Փաստացի ստացվում է, որ մեծ հավանականությամբ ադրբեջանական կողմը միգուցե տրամադրել է օդային տարածք Իսրայելին, որովհետև աշխարհագրորեն այլ կերպ ուղղակի հնարավոր չէր, որ Իսրայելը կարողանար անարգել կերպով հասնել Կասպից ծովի ափամերձ շրջան։ Դա հնարավոր է, այսպիսի սպառնալիքներ եղել են մի քանի անգամ, ես դրա մասին գրել էի, պրոֆեսոր Մարանդին, որը շատ հեղինակավոր մարդ է եւ անընդհատ խոսում է Իրանի անունից, 3 անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ Ադրբեջանը շատ զգուշ լինի եւ չմասնակցի որևէ հարձակմանը։ Դե նայենք փաստերին, որը մենք ունենք։ Փաստը այն է, որ Իսրայելը Ադրբեջանի կարևորագույն դաշնակիցն է, Իսրայելը օգնեց Ադրբեջանին ջախջախել հայերին, ղարաբաղցիներին եւ դուրս հանել ցավոք սրտի։ Դա Իսրայելի շնորհքներ, Իսրայելի զենքներ, դա փաստ է։ Մենք ունենք այն փաստը, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքում ունի ներկայություն, այնտեղ կան ռազմաբազաներ, որոնք ըստ դուրերի բաց աղբյուրներից օգտագործում են հետախուզության համար։ Մենք նաեւ գիտենք, որ Իսրայելը այո, եւ դեպ շատ հարգելի սիրելի ընկերները տարբեր երկրներում, օրինակ Իրանում եւ Ռուսաստանում, հիմա երևի իրանց գլուխը քորում են եւ մտածում են, արժեր արդյոք Արցախը հանձնել, թե ոչ։ Իհարկե, մենք որևէ մեկին չեն կարող մեղադրել, որովհետեւ ունենք այսպիսի տաղանդավոր ղեկավար, որը ասեց, որ դա թոգեր մեր վզին, որը չկանգնեցրեց պատերազմը եւ հետո հանձնեց Պրագայում Արցախը։ Մենք որևէ մեկին մեղադրել չենք կարող։ Բայց նրանք էլ մտածելու տեղ ունեն, արդյոք պետք է թույլ տալ, որ Ադրբեջանը այսքան ուժեղանա եւ ջախջախի Արցախը եւ ադրբեջանցիներին զգուշ բանանել, շնորհավորել հաղթանակի արդիվ։ Հիմա այդ բոլոր փաստերը հաշվի առնելով եւ հաշվի առնելով, որ նրանք փորձեցին սադրել քրդերին, դա չստացվեց, քրդերը խելոք են դարել արդեն 3-րդ անգամ չեն թողում իրենց օգտագործել, մեր պես չեն։ Մենք 100 անգամ էլ մեզ օգտագործեն, մենք էլի միամիտ երեխայի պես կընկնենք այդ եվրոպացիների գիրկը։ Նրանք 3-րդ անգամ հասկացան, որ պետք չի հավատալ։ Դրանից հետո տեսակ, որ դրոններ ընկան Նախիջևանում եւ Իրանը ասեց դա մենք չենք արել։ Այսինքն հնարավոր է, որ սա սադրանք էր եւ շատ աղբյուրներ ասում են, սա Մոսադի սադրանք։ Այն նույն Մոսադը, որ ուզում էին սպանել, չգիտեմ ինչու մարդիկ որոշեցին եւ Մոսադը եւ Համասը երկուսով միասին պետք է ինձ սպանեին։ Տրամաբանական էլ չի։ Լավ, անցանք։ Ուրեմն փաստեր կան, որ փորձեր արվել են սադրել Ադրբեջանին եւ անընդհատ այդ զգուշացումները եղել են։ Այսինքն ինչ որ բան գիտեն, որ զգուշացնում են։ Եվ եթե այդպիսի հարված է եղել, շատ հավանական է, որ դա արվել է Ադրբեջանի տարածքից։ Եվ եթե այնտեղ ինչ որ բան բռնկվի, ես շատ անգամ ասել եմ, դա շատ մեծ վտանգներ, ռիսկեր է ներկայացնում մեզ համար, թե ինչ հաջորդ պահանջներ մեզ կներկայացնեն։ Օրինակ, Թուրքիան կարող է ասել, հաշվի առնելով այսպիսի իրավիճակ, մենք պահանջում ենք, որպեսզի մեզ բան տրամադրվի, միջանցք տրամադրվի Ադրբեջանին ցանկացած օգնություն տրամադրելու համար։ Մեր տարածքով կարող են եւս մեկ միջանցք բացել։ Դե այս մեկը դեռ չեն բացել, բայց կբացեն անպայման։ Եվ հետաքրքիր է, որ այս խմբի ներկայացուցիչներից մեկը ինքն է առաջարկում դա անել։ Շատ ունիկալ իրավիճակ է, երբ մեր տարածքում գործում է մի ուրիշ երկրի շահերը ներկայացնող խումբ, որը կետ առ կետ իրենց պահանջները կատարում է։ Ես մինչև հիմա Ադրբեջանը շատ զգուշ էր իրան պահում, լուրջ էր իրան պահում եւ չէր խառնվում այս պատերազմի մեջ, նա շարունակում էր Իրանի հետ դիվանագիտական տարբեր կոմունիկացիաներ շարունակում էր անել, օրինակ ի տարբերություն մեզ բավականին սոլիդ լուրջ ձևով իրեն պահեց այս հարձակման ժամանակ, ցավակցություններ հայտնեց իրանական կողմին, հումանիտար օգնություն տրամադրեց։ Դա ավելի լուրջ է, քան կուկուրուզ կրծելը։ Իհարկե ես հույսով եմ, որ դա չի լինի եւ այդ էսկալացիան մինչեւ Ադրբեջան չի հասնի, այնտեղ հնարավորություն կա արդեն Թուրքիայի ներքաշվելը կարելի է նախատեսել, դա շատ եւ շատ վատ կլինի մեզ համար։ Պարոն Խաչիկյան, մենք տեսնում ենք, որ փաստացի Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը, վարչակարգը չի տապալվել, ներքին ընդվզումներ չկան, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի մասնատվել, իշխող էլիտան առավել քան կուռ է եւ պաշտպանում է սեփական երկիրը ագրեսորներից եւ հետեւաբար եկեք փորձենք հասկանալ
Ինչ սցենար կարող է նախատեսել Միացյալ Նահանգները, որպեսզի հասնի իր նպատակին։ Արդյոք այդ սցենարի մեջ մտնում է տակտիկական միջուկային ռումբի կիրառումը, որի մասին վերջերս շատ են խոսում։ Այդպիսի բան անելը Միացյալ Նահանգների կողմից համարյա անհնար է այդպիսի բան սպասելը։ Իսրայելի կողմից ավելի հավանական է, բայց դա էլ կլինի սարսափելի սխալ։ Դա կառաջացնի այնպիսի բողոք, այնպիսի ընդվզում ամբողջ աշխարհում, որ այդ երկիրը կդառնա Հյուսիսային Կորեայի պես մի երկիր, որին բոլորը մեկուսացնելու են, ոչ ոք գործ չի ունենալու այդ երկրի հետ։ Դրա բարոյական հետևանքները, քաղաքական հետևանքները ահռելի կլինեն Իսրայելի համար։ Կարծում եմ, որ նրանք դեռ չեն խելագարվել, որ այդպիսի բան անել։ Իսկ Իրանը կարող է հակարված հասցնել իրենց միջուկային ռեակտորի եւ կեղտոտ ռումբ օգտագործել, եթե այդպիսի բան լինի։ Ես չեմ կարծում, որ դա հավանական է։ Միացյալ Նահանգները փակուղու մեջ են, Տրամպը փակուղու մեջ է, իր քաղաքական դիրքը փլուզվում է, արդեն ճեղքեր է տալիս իր սեփական վարչակազմը, արդեն 1.5 մարդ հրաժարական է տալիս։ Թոլսի Գաբերտը ասում են կարող է հաջորդը լինի։ Իր քաղաքական ռեյտինգները ընկնում են։ Բենզինի գինը բարձրանում է ամեն օր 6 ցենտով։ Լոս Անջելեսում արդեն $6-7 է հասել։ Դա ինչ է նշանակում։ Դա հարված է ամերիկացիների գրպաններին։ Դրանից հետո նրանք այլևս փող չեն ծախսելու։ Դրանից հետո առաջանալու է տնտեսական կրիզիս։ Գները ամբողջ աշխարհում բարձրանում են։ Արդեն Հնդկաստանում եւ Ասիայի մի շարք երկրներում վառելիքի պակաս է։ Brent նավթի գինը արդեն $110 է հասել։ Ահռելի աճ։ Նա ճնշման տակ է եւ շատ հնարավոր է, որ աշնանը այնուամենայնիվ նա չկարողանա պահպանողական իր ուժերը, հանրապետականները չկարողանան վերընտրվել, impeachment-ի process լինի եւ շատերը ասում են, որ սա շատ հարմար ձև էր խուսափել պատասխանատվությունից եւ շեղել ուշադրությունը Էփշտեյնի այդ ֆայլերից, որտեղ ինչպես ես գրել էի, կարծեմ մի 10 օր առաջ հայտնաբերվել է 50 էջ գաղտնի 50 էջ, որը դեռ չի հրապարակվել, բայց հետաքննություն է արձկացրել հանրային ռադիոն NPR Ամերիկայում 50 էջ է հայտնաբերվել, որտեղ մի կին պատմում է, թե անչափահաս լինելու ժամանակ Տրամպը իր հետ ունեցել է այլանդակ հարաբերություններ եւ դրա մասին արդեն ունենք փաստաթուղթ։ Սա շատ հեշտ կարող է բերել իր impeachment-ին։ Եվ սա շատ հարմար առիթ է ուշադրությունը շեղել։ Նա մեծ խնդիրների մեջ է։ Առաջի սցենարը, որը մենք ասում ենք, դա Յուգոսլավիայի սցենարն էր, որ ուղղակի կռմբակոծի մինչև նրանք հանձնվեն։ Դա չեղավ։ Երկրորդը դա Սիրիա-Լիբիա սցենարն էր, այսինքն երկրում կսկսվեր, կսադրեին քաղաքական ինչ-որ բախումներ, պատերազմ քաղաքացիական, էթնիկ պատերազմ, քրդերին կհանեն դուրս, այսինքն իրանց դեմ ադրբեջանցիներին, բալուչներին, դա էլ չեղավ։ Հիմա սա գնում է հութիների սցենարով, Եմենի սցենարով, երբ նրանք ռմբակոծում են, բայց երկիրը չի հանձնվում։ Կամ Գազայի սցենարով։ Դե 75,000 մարդ դեռ չեն սպանել։ Մի քանի հազար, 2,500 վերջի թվերը կարծեմ։ Այսինքն նրանք փակուղու մեջ են գնում են հութիների Եմենի սցենարով, երբ ի վերջո նրանք ստիպված եղան նահանջել, բայց Տրամպի համար այսքանից հետո նահանջելը նշանակում է, որ նա պարտություն պետք է ստիպված կլինի պարտություն ընդունել եւ նա պարտվելու է նաեւ ներքաղաքական կյանքում, նա շատ շուտ երևի ստիպված կլինի հրաժարական տալ կամ impeachment-ի ենթարկվել։ Նա շատ ծանր վիճակում է, նա շատ վատ հաշվարկեց իր քայլերը եւ նա փաստորեն ենթարկվեց Նետանյահուի կարգադրանքի, քանի որ Նետանյահուն ղեկավարում է Միացյալ Նահանգները իր լոբբիստների միջոցով։ Շատ է խոսվում այն մասին, որ Հորմուզի նեղուցի բացման գործողության առնչությամբ նրանք պատրաստում են ծովային հետևակի 2,5-ից 5,000 զորախումբ ուղարկել։ Դա ինչի կհանգեցնի։ Այո, ես գրել էի դրա մասին, Ճապոնիայից բերում են մի նավ, անգլերեն ասում են amphibious assault, այսինքն ծովից ցամաք հարձակողական գործողությունների համար նախատեսված մի նավ եւ մի խումբ, նավերի մի խումբ, իրենց հետ 2,000-ից մինչեւ 5,000 զինվորներ, marines, ծովայիններ։ Նրանք փորձել են ուժով բարձել այդ նեղուցը, Հորմուզի նեղուցը։ Արդեն սկսել են ռմբակոծել այդ նեղուցի ափերը։ 5,000 ֆունտ, այսինքն մոտավորապես
1000 կիլոգրամ 2.5 տոննանոց ռումբեր են գցում Իրանի ափի վրա, ռմբակոծում են, որպեսզի ոչնչացնեն այն ուժերը, որոնք հարվածում են տանկերներին եւ նավերին։ Փորձել են նաեւ ուղեկցել ռազմական նավերը, ուղեկցել էին որոշ տանկերներ, որոշ նավեր եւ որոշ երկրներ Իրանի հետ բանակցում են, որ իրենց նավերը թույլ տան, որ անցնեն Հորմուզով, օրինակ Հնդկաստանը, հիմա որոշ եվրոպական երկրներ են սկսել։ Եթե նրանք սկսեն այդ գործողությունները, հնարավոր է, որ նրանք ինչ որ հաջողության հասնեն եւ ինչ որ մի հատվածը իրենց վերահսկողության տակ վերցնեն, բայց դա դառնալու է երկրորդ Աֆղանիստան, երկրորդ Իրաք, երկրորդ Վիետնամ, եթե ուզում եք վերադառնալ, այսինքն կսկսվի պատերազմ, նրանք նետ քաշվեն ցամաքային պատերազմի մեջ։ Այո, սկզբից դա կլինի, ասենք թե, եթե նրանք այս գործողություններին գնան, հնարավոր է, որ ինչ որ տարածք կարողանան վերցնել վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսելու են բախումներ, հարվածներ, պատերազմներ, տեսեք Իրաքում ինչա կատարվում։ Բոլոր ամերիկյան բազաների վրա հարձակվում են շիա խմբերը, պրոիրանական շիա խմբերը։ Այսինքն անընդհատ ռմբակոծելու են, անընդհատ հրթիռներ են գցելու, ահաբեկչական գործողություններ են կատարվելու։ Սա դառնալու է երկրորդ Աֆղանիստան, երկրորդ Իրաք։ Դե Վիետնամը ավելի հին օրինակ է, կամ Լիբանան 80-ական թվականին, երբ որ սպանեցին հարյուրավոր ամերիկյան զինվորներ, սպանեցին ահաբեկչական ակտի հետևանքով։ Այսինքն սա Նետանյահուի հրահանգով սկսված մի պատերազմ է, որտեղ Ամերիկան իրան զոհաբերեց եւ դարավ գործիք այդ ռազմական հանցագործի ձեռքերում։ Դա Տրամփի համար շատ եւ շատ ծանր հետևանքներ կունենա։ Արդեն Միացյալ Նահանգներում բողոքներ կան, մարդիկ բողոքում են լոբիստական տարբեր խմբերի ազդեցության դեմ, արդեն մի քանի տեղական ընտրություններում հաղթում են դեմոկրատական տեխնացուները, ոչ թե հանրապետական։ Աշնանը անհնար է պատկերացնել, որ հանրապետականները շահեն այդ ընտրություններին։ Իսկ եթե կոնգրեսը դառնա դեմոկրատական, համարյա 100%-ով նրանք սկսելու են impeachment-ը։ Արդեն անցյալ տարի որոշ քայլեր կատարվել են։ Պարոն Խաչիկյան, եւ վերջում անդրադառնանք մեր ներքաղաքական իրողություններին։ Ազգակործան պատուհասը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ պատերազմով շանտաժ արեց Հայաստանի Հանրությանը, նշելով, որ ընդդիմությունը իբրև թե այսպես ասած պատերազմի կուսակցությունն է եւ եթե ընդդիմադիրները գան իշխանության, ապա սեպտեմբերին կլինի արյունալի պատերազմ եւ Հայաստանը կկորցնի այսպես կոչված ինքնիշխանությունը։ Դուք հիշում եք մինչև 20 թվականի պատերազմը, որը նա սադրեց, ինքը եւ իր ընտանիքի անդամները վազվզում էին աչուձախ եւ ասում էին մենք խաղաղություն ենք բերում։ Հիշում եք, տենց բան եղել է, թե ես եմ պատկերացնում։ Բնականաբար։ Հիշում եք, որ ասում էին, ոնց էին ասում, այդ մետաղը, հա, այդ գնդակների մետաղը դարձնենք, չոր զարդեր սարքենք, ոնց էին ասում, այդ բառերը, այո, զարդ սարքենք գնդակներից, խաղաղություն ենք ուզում, լուծում գտնենք, որը ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների համար։ Հեղափոխություն կբերենք թեյ խմելու, նրանք լավ ձեռ առան իրանց ու լավ արեցին, օբյեկտիվ մարդիկ կարան ձեռ առնել։ Հիշում եք, որ Կասպից ծովի վրա ջրով ուզում էր ման գար, մեր նոր Քրիստոսներ, նոր փրկիչներ, Աստծո կողմից ուղարկած։ Այդ բոլոր խոսակցությունները հիշում եք, դրա հետևանքը հիշում եք, թե արդեն մոռացել ենք։ Քանի տարի անցել, 6 տարի այդքան էլ երկար չի։ Իրա խոստումները խաղաղության մինչև 20 թվականի պատերազմը հիշում եք։ Պատերազմից հետո, որ նա ասում էր հաստատենք խաղաղություն, դեօկուպացնենք, խաղաղ ձևով ինչ որ քիչացնենք, նշաձող, այդ խելագարությունները հիշելը մարդ ինքը սկսում է գժվել։ Այդ հիշում եք։ Նա բերել է 7 հարձակում Հայաստանի վրա, 7 անգամ մեզ վրա հարձակվել են։ Ես վերջերս իմ շատ սիրելի գործընկեր Էդգար Ղազարյանի հետ խոսում էի, թվերով ասեց այդ մարդը, քանի անգամ է հարձակվել Ադրբեջանը մեր վրա, 7 անգամ։ Եվ եթե մենք տրիպը կառուցած լինեինք, հիմա կլիներ 8-րդ անգամ։ Այդ 7-ը մի կողմ դնելով 3 խոշոր պատերազմ ա եղել։ Առաջինը 20 թվականը, երբ որ նա սադրեց, իրան ասում են պատերազմը սկսվում, պետք է կանգնեցնել, չկանգնեցրեց, այդ ամեն ինչը արդեն բան են կարել, անգիր են կարել, 5000 տղա սպանել տվեց, պատերազմը չկանգնացրեց, հետո ասեց դե կներեք, ինձ դավաճան չեք ասի, դրա համար արեցի, պլյուս մինուս 50 հոգով, տենց։
ու այդ մարդուն մենք հələ դեռ թողում ենք իշխանության։ Դրանից հետո եկավ հարցակումը եղավ Ջերմուկի վրա, այդ էլ նա մարսեց, դրանից հետո այո, լավ հիշում եք։ Դրանից հետո Արցախի հայաթափումը եւ նա ասում էր արցախցիները կարող են անվտանգ ապրել։ Ուրեմն այդ նույն մարդը, որը 20 թվականից առաջ մեզ խոստանում էր խաղաղություն, այդ նույն մարդը, որը Ղարաբաղցիներին ասում էր դուք պետք է անվտանգ ապրեք, դուք կարող եք հանգիստ վերադառնալ ձեր տունն եւ այլն, այդ նույն մարդը, որը ջնջեց եւ Ղարաբաղը եւ հանձնեց Մեղրին, այդ նույն մարդը մեզ է ջնջելու եւ մեզ է հանձնելու, որովհետեւ նա այդ ամբողջ ցուցակը Ալիևի պահանջների մեկ առ մեկ կատարում է։ Ասեցին Ղարաբաղը հանձնի, հանձնեց, ասեցին Թավուշի անկլավները հանձնի, հանձնեց, ասեցին հարձակվի եկեղեցու վրա, հարձակվեց, Արարատը հանի զինանշանից հանեց, ցեղասպանության մասին էլ չխոսաս։ Չի խոսում, հարձակվում է մարդկանց վրա, երբ որ ցեղասպանության հարցն ենք բարձրացնում, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ասում է հայերը պետք է վերադառնան Ղարաբաղ, իրավունք ունեն վերադառնալու։ Ֆրանսիայի սենատը, որից մենք ուշաթափ ենք լինում, ասեց, որ պետք է ճանաչել իրենց վերադարձի իրավունքը, սա գնում է, ասում է, չէ, նրանք պետք է հետ չգան։ Այդ նույն մարդն է, նույն մարդը, որը խաբեց Ղարաբաղցիներին, նույն մարդը, որը խաբեց մեզ, նույն մարդը, որը հանձնեց Մեղրին, ուրիշ անվան տակ, իր անունը դրեց չգիտեմ, Լունա պարկ, ինչ ուզում է թող դնի, 74%-ը մերը չի, Ամերիկայի ձեռքում է, Ամերիկան էլ Իսրայելի ձեռքում է, Իսրայելն էլ Ադրբեջանի ամենահալալ եղբայրն է մեր ռեգիոնում, այսպես ասած։ Այսինքն դա էլ մենք հանձնեցինք։ Այս մարդը ամեն անգամ սուտ է ասում, ու մենք ամեն անգամ մեր ինչ որ մի մասը մեր հասարակության հավատում է։ Նա Մեղրին հանձնեց, Ղարաբաղը հանձնեց, 7 պատերազմ բերեց։ Ամեն ինչ, էլ ինչ պետք է նա հանձնի։ Կամ էլ ինչ պարտություն պետքա բերի, որ դրանից հետո էլ ասի, դե տեսեք, արդեն 8-րդ անգամ ենք պարտվել, դուք պետքա մեզ շնորհակալություն ասեք։ Եթե նա հիմա լիներ Իրանի ղեկավարը, Իրանը կկազմալուծվեր, Հորմուզը կտար Միացյալ Նահանգներին Իսրայելին, սա կգնար կասեր Հորմուզը Իսրայել է եւ վերջ։ Իրանը կխնդրեր Իսրայելին, որ այդ 2.5 պաղեստինցիներից ինչքան է մնացել, դե 2 միլիոն մարդ մնացած կլինի։ Դրանց էլ մինչև վերջ մորթեին, դա էլ հանձներ, Իրանն էլ կկազմալուծվեր, Իսրայելն էր, եթե նա Իսրայելի ղեկավար լիներ, նա կասեր թող Պաղեստինը անկախ ապրի, մեզ ընդհանրապես տարածք պետք չի, ու մենք էլ հոլոկոստից չենք խոսա։ Այսպիսի ղեկավար չկա ոչ միայն որևէ ուրիշ երկրում կամ պատմության մեջ, այսպիսի ղեկավար անգամ կինոյում դուք չեք տեսնի։ Ամեն ինչ հանձնում է, պատերազմաբերում, հետո պարծենում է։ Տեսեք, ինչ լավ հանձնեցի, դե, չգիտեմ, մենք հունիսին պետքա որոշենք, մենք պետություն ուզում ենք ունենալ, թե ոչ։ Մեր մարդիկ թող որոշեն։ Չնայած պարզ է, որ հսկայական խախտումներ են լինելու, տերոր է լինելու, ձերբակալություններ են լինելու, գեղցիկներ են լինելու, ամեն ինչ անելու է։ Սա սատանայական ռեժիմ է, որը ստեղծվեց Հայաստանը ոչնչացնելու համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ընկերներ, իմ հյուրներ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, շարունակեք մնալ Antifake-ի եթերում, կհանդիպենք։